Իստում այստեղ հայրաժան դատավոր մենք հասկացանը ավելի շատ իր կաղությունն է արտահայտում և հաճախ տեսնում ենք նաև էմոցիաների ավելով դրսևորում, որը իր մասնագիտական ճանաչման մի քիչ ոչնդոտում է խանգարում է և կուզենային, որ ավելի շատ իր գործին առնչվող հստակ ուրեմն փաստերով առաջնորդներ խոսել փաստերի մասին և ոչ թե արտահայտել իր կարծիքները։ Օրինակ, կարծիքի արտահայտում ենք համարում, որ ասում են իրենք պատշաճ չեն ներկայացել, իրենց ներկայացման ձևով պայմանավորված, երևում է, որ իրենք հոգևորական չեն։ Ես ընդհանրապես շեշտեմ Գարեգին առաջին երջանկահիշատակ Հայրապետի խոսքը և հավատացած եմ, որ պարոն Արազորաբյանը նրա ուրեմն կատողիկոսությունը ընդունում է, նրա խոսքը դրա համար իմ կարծիքով նաև հարգելի է, որ վերապարն ասում էր անցան շորի ժամանակները, եկել է խոսքի ժամանակը, հետևաբար հոգևորական լինել չլինել, դա դեռ սքեմը հակնելով, հակը լինելով և չլինելով պայմանավորված չէ, անհրաժեշտ է, որ մարդ ունենա հոգևոր կյանք և ուրեմն կարելի է սրա մասին առհասարակ չխոսել։ Երկրորդը սպառնալիքների մասին կուզեմ խոսել, որ ինքը անդադ ասում է, հետո դուք դրա համար պատասխան եք տալու, ուրեմն դեռ դատական պրոցեսը ընթանում է, բացեր կարող եք տալ, դուք որպես դատավոր ձեր կարծիքը չեք արտահայտել, հետևաբար արդեն իսկ մեր հարգարժան փաստաբանը իր ներսում, իր մտքի մեջ իր դատը տեսել է և ամենայն ուրեմն հաստատակամությամբ արտահայտում է, որ վաղը միսօր դուք մոտավորապես հալը կտեսնեք, ստեղ սպառնալիք ենք տեսնում։ Հետո չհասկացանք, թե մայրաթորի ագրավներ ինչ կապ ունեին, այստեղ էլ շատ էմոցիաներ տեսանք, որը խանգարում էր իր աշխատանքին։ Հաջորդը մեր փաստաբանը հարց հնչեցրեց, արդյոք խոչընդոտ տեսնում եք Մկրտիչ Սրբազանի ձեր աշխատանքի հետ կապված, եթե մենք այդ հարցին պատասխանենք, ձեզ վնաս տված կլինենք, հետևաբար մենք այս հարցին չենք պատասխանում և թողնում ենք, որ հարգարժան դատարանը, դատավորը ինքը փաստերը համեմելով, ինքը որոշումը կայացնի, կտեսնի, թե չի տեսնի, որտեղ նախաքննական մարմինը ամբողջությամբ նյութը ուսումնասիրել է և կարծում ենք, որ այս փուլում մենք չպետք է պատասխանենք, հետևաբար եթե մենք փորձենք պատասխան տալ, ասենք այո, մեր տված այոից ձեր ուրեմն գործը ջուրն է գնալու և մեր տված ոչից էլ մենք չենք ուզում, որ դատավորի դերը մենք ինքներս ստանձնենք, հետևաբար որոշում ենք մենք այս հարցին չպատասխանել և ձեզ այդ կերպ օգուտ տված լինել և շարունակությունը թողնել, որ մեր հարգարժան դատավորը կան ամեն դեպքում պարզաբանումներ ունեցել Մկրտիչ Եփիսկոպոս Պրոշյանը, թե այլ հոգևորական։ Ես դատավոր չեմ և այս պահի դրությամբ ինչու չեմ ուզենա այս հարցին պատասխանել, որովհետև դուք այս ոլորտում ինձանից լավ եք տիրապետում, ամբողջ գործը քննել եք, հասկացել եք, գիտեք, խոչընդոտ կա, թե խոչընդոտ չկա։ Հետևաբար ես իմ իրավունքից օգտվելով կլռեմ և այս հարցին չեմ պատասխանի։ Եվ հետո, այստեղ մենք նաև խնդիր ենք տեսնում, տեսեք հարց բարձրացվեց, թե ում համար են իրենք աշխատում, վարչապետի համար են իրենք աշխատում, թե կաթողիկոսի համար են իրենք աշխատում, չհասկացանք, թե ինչ կապ ունի այստեղ վարչապետը, որովհետև այստեղ նաև դատարանի արդար գործելու կարծես պահն է կասկածի տակ դրվում, այսպես երևի թե նկատի ունենալու, որ վարչապետը հնարավոր է այս կերպ նաև ճնշում գործադրի, որտեղ դատի սկզբից հենց այս ակնարկներն ենք այստեղ տեսնում, որ մեզ պաշտպանում է վարչապետը և հնարավոր է, որ նաև այս գործի մասով հենց մենք անձնապես իր պաշտպանության տակ ենք։ Ուրեմն ուզում եմ հարգարժան դատավոր ասել, որ մենք ծառայում ենք հայ ժողովրդին, մենք ոչ վարչապետին ենք ծառայում, ոչ էլ կաթողիկոսին ենք ծառայում, մենք ծառայում ենք հայ ժողովրդին, այն ժողովրդին, որը այս օրերին մեր ծառայության կարիքը զգում է, մեզ դիմում է, հարցեր ունեն և մենք շարունակում ենք նրանց հոգևոր կյանքի մեջ մեր ներդրումը ունենալ։ Ուրեմն հարցի պատասխանը, որ մենք ծառայում ենք միայն ժողովրդին։